ուրեմն ձեր բարձրացրած մյուս հարցի հետ կապված էլի վերադառնամ կրթության թեմային, մենք հենց ձեր նշած հարցերի հետ առերեսվելու եւ արձանագրելով, որ մենք այդտեղ նաեւ գիտելիքների որոշակի պակաս ունենք, մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել եւ հույս ունեմ բոլորդ իրազեկված եք դրա մասին, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացնեն, թե ինչ էստոնական կոնցեպտը թվայնացման, այսինքն մեծ դահլիճում պետական բոլոր մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու, ընդ որում ես Էստոնիա կատարած այցի ընթացքում եմ այդ այցի արդյունքներով եմ այնտեղ նախնական պայմանավորվածություն ունենալով այդ հանձնարարականը տվել, որ փորձագետին, ով մասնագիտացած է հենց ներկայացնելու գործում եւ այնտեղ էլ ես իր ներկայացրածը լսել եմ, որպեսզի մեզ ասեն, մեզ սովորեցնեն նաեւ թե ինչպես է դա պետք անել, որովհետեւ այո, եթե մենք նայենք թե վերջին 15 տարում ինչքան գումար ենք ծախսել թվայնացման վրա կամ ընդհանրապես եւ այն ինչ ունենք, վստահ չեմ, որովհետեւ մեզ երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ կայք ունենալը դեռևս թվայնացում չի կամ փաստաթուղթը ինտերնետում դնելը դեռևս թվայնացում չի եւ այսպիսի բազմաթիվ բաներ։ Այնպես որ այո, այդ հարցը պետք է լուծենք, բայց մենք պետք է նաև խոստովանենք, որ շատ հարցեր, որ հռչակում ենք եւ չենք կարողանում լուծենք։ Ինչի չենք կարողանում լուծել։ Դեպքերի մեծ մասը կապված է գիտելիքի բացակայության հետ։ Չգիտենք ոնց լուծենք։ Պատեպատ ենք կպնում, չգիտեմ, էստեղ ենք գնում, մրցույթ ենք հայտարարում, հետո այդ մրցույթում հաղթում է մի հատ հրաշալի ընկերություն, որը պատրաստ է 5 միլիարդանոց ծրագիր անել 50,000 դրամով։ Ուրախանում ենք, ասում ենք, տեսեք 4 միլիարդ 990, չգիտեմ քանի միլիոն խնայեցինք մեր պետական բյուջեի, հետո 5 տարի դատաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն գիտելիք չունենք, գիտելիք եւ մասնագետների պակաս ունենք, մարդկային ռեսուրսի իմացությամբ մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք։ Ու չեք սրա մասին ընդունված չի մեզանում ոնց կարա տենց բանը լինի։ Այսինքն այս բա մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, բա մենք այս 3000 տարվա մեջ ուրեմն պետք է գնանք հազար ներողություն Էստոնիային հարցնենք, թե մենք ոնց թվայնանանք, մենք իրանք որտեղ էին, որ մենք մեր բաներով, տառերով թվեր էին գրում եւ գումար, լսեք, էսա մենք միջև չառերեսվենք սրան, մենք չի ստացվելու մեր մոտ ոչ մի բան։ Մենք չենք խոստովանում, որ Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետեւ մենք չգիտենք խնդիրների լուծումը։ Ավելին, մենք շատ դեպքերում չգիտենք խնդրի պարամետրը, խնդիրը գիտենք։ Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր, լսել ես ձայն, բայց չգիտես, թե ուր է այն։ Մենք անդադ ձայներ ենք լսում, բայց կոորդինատը չենք կարող որոշենք, այդ ձայնը որտեղ է։ Եվ որ կոորդինատը չես կարող որոշես, ո՞նց ես այդ ձայնի հարցը լուծելու։ Ու դրա համար անընդհատ գնում ենք ու տեղ մենք հայտնվել ենք կենացի ժանրում։ Պետք է դուրս գալ կենացի ժանրից, որը բոլորովին ուրիշ պարամետր է, որը ենթադրում է գիտելիք։ Կենացը ինչով է տարբերվում գործողությունից, որ կենացը ասում ես, դա չի ենթադրում, որ դու նաև պետք է հիմնավորես եւ բացատրես եւ պլան ունենաս, թե դա ոնց ես իրականացնելու։ Ասենք կողքդ կանգնած եմ, ամբողջ ցանկացած հարցով կարաս ինձ դիմել։ Որ ցանկացած հարցով։ Ինչպես կարանք դիմենք, ինչ երաշխիքներ ես տալիս։ Դա կենացը ասում ես, էլի։ Իսկ եթե դա գործողություն է, դրա տակ պետքա լինի հարցի բանաձևը եւ դրա լուծման ուղիները։ Համեցեք բանները։ Քանի որ